65 միլիոն դոլար։ Այսքան է կառավարությունը այս տարի հատկացրել վարչապետի աշխատակազմի ծախսերի համար, բյուջեից մեր ընդհանուր։ Ինչ կարող է անել լավ կառավարությունը 65 միլիոն դոլարի բյուջեով ի տարբերություն այս կառավարության։ Առաջինը կարող է ընտրել մի շրջան, օրինակ Մարտունու շրջանը, Հրազդանի շրջանը, եւ պետական ներդրումներով, պետական մասնակցությամբ օգնել ստեղծել գործարաններ, ֆաբրիկաներ, աշխատատեղեր, որպեսզի լուծենք այս շրջանների գործազրկության հարցը։ Մարտունի եւ Հրազդան ամեն տարի մի շրջան։ Երկրորդը, ինչ կարող է անել 65 միլիոն դոլարով լավ կառավարությունը։ Հայաստանում կա 20,000 մարդ, ով սովի մեջ է, այսինքն ծայրահեղ աղքատ ունեն 20,000 մարդ։ 65 միլիոն դոլարով լավ կառավարությունը այդ մարդկանց համար կապահովեր սնունդ եւ հագուստ եւ կլուծեր ծայրահեղ աղքատության հարցը մեր երկրում ամբողջ տարին։ Էլ ինչ կարելի է անել։ Կարելի է 100,000 թոշակառուների ամենաանապահով թոշակառուների, ում եկամուտները միայն թոշակներն են, բաժանել քարտեր, որոնք իրավունք կտան 20-ից 25,000 դրամի գնում անել հայկական գյուղմթերքների, հայկական կատնամթերքի, շուկաներից եւ խանութներից։ Դրա արդյունքում գյուղացին կունենար կայուն վաճառք իր բարձրորակ ապրանքի, թոշակառուն կկարողանար ապահովել իրեն բազային սննդով պահանջմունքները իր, իսկ մեր երկրում մենք կլուծեինք 100,000 մարդու խնդիր։ Դուք կարող եք ինքներդ նշել, թե ինչ կարող է անել ուժեղ կառավարությունը այն 65 միլիոն դոլարով, որը մեր այսօրվա վարչապետը հատկացրել է իր աշխատակազմին։